Մենք պետք է խոսենք մարմնավոր մարդու մասին եւ հոգեվոր մարդու մասին։ Մարմնավոր մարդը եւ հոգեվոր մարդը։ Այն տեսնում ենք ամեն օր։ Այն մեր շրջապատի մեջ տեսնում ենք մարդկանց, որոնք որ մարմնի համար են ապրում եւ մարդիկ, որոնք որ հոգու համար են ապրում։ Մարդիկ, որոնք որ առաջնորդվում են մարմնի ցանկություններով, մարդիկ, որոնք որ առաջնորդվում են հոգու պետքերով, հոգու ցանկություններով։ Սա մեր կյանքն է, սա մեր շրջապատն է, սա մեր շրջապատող աշխարհն է։ Եվ այսօր պետք է համեմատականներ անենք, անընդհատ համեմատականներ պիտի անենք հոգևորի եւ մարմնավորի։ Կարդանք Աստծո խոսքից Հռոմեացիս նամակից 8-րդ գլուխ 5-ից 17-րդ համարները։ Հռոմեացիս 8, 5-ից 17։ Քանզի մարմնավոր եղողները մարմնի բաները կմտածեն ու հոգևոր եղողները հոգին բաները։ Վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, վասնզի Աստծո օրենքին չի հնազանդվիր, մանավանդ չի էլ կարող, որովհետև մարմնավոր եղողները չեն կարող Աստծուն հաճելի լինել։ Բայց դուք մարմնով չեք, հապա հոգիով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիկա անորը չէ։ Եվ եթե Քրիստոս ձեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենթանի արդարության համար։ Իսկ եթե Հիսուսը մեռելներեն հարությունողի հոգին ձեր մեջ բնակած է, ուրեմն անիկա, որ Քրիստոսը մեռելներեն հարուցանեց, պիտի կենթանացնե եւ ձեր մահկանացու մարմիններն ալ իր հոգիով, որ ձեր մեջ կբնակի։ Ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին մարմնավորապես ապրելու համար, որովհետև եթե մարմնավորապես ապրելու լինենք, պիտի մեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, պիտի ապրենք, որովհետև նրանք, որ Աստծո հոգիով կառաջնորդվեն, նրանք Աստծո որդիներն են։ Քանզի դուք ծառայության հոգին չարաք կրկին վախենալու, հապա որդեգրության հոգին առիք, որ նրանով կանչում եք Աբբա հայր։ Աբբա նշանակում է հայր, կրկնակի անգամ, հայր, հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգին հետ, թե մենք Աստծո որդիներն ենք։ Եվ եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդները, որ Քրիստոսին ժառանգակիցները, որպեսզի եթե իր չարչարանքներին կցորդ լինենք, իր փառքին էլ հաղորդ լինենք։ Ամեն։ Աստծո խոսքը ինչ օրհնյալ է հնչում, չէ՞ մեր ականջներին եւ մեր սրտերին։ Ում դուր եկավ այս խոսքերը։ Ում սրտին էր հոգի հարազատ այս խոսքերը։ Սա բան է որոշում, գիտեք։ Հիմա կտեսնեք։ Ինչ է մարդու կառուցվածքը, ինչից է մաղկացած մարդը, որ ասում ենք մարդ։ Աստված մարդը ստեղծելու համար նյութը վերցրեց հողից։ Նյութը, մարդու կենսաբանական նյութը նա վերցրեց հողից, երկրի կավից վերցրեց։ Նյութը եւ ձևավորեց մարդու մարմինը, նրա մեջ դնելով իր աստվածային իմաստությունը։ Մարդկային մարմինը մի կատարյալ ստեղծագործություն է, որը ինքնածին չէ,
որը բնության ստեղծագործությունը չէ, որի մեջ կա ծրագրավորողի միտք, որովհետև չէր կարող ոչ կենթանի արարածը, ոչ կենթանի էությունը ստեղծագործել, արարել, ծնել նման կատարելություն։ Մարդկային մարմնի մեջ մենք տեսնում ենք Աստծո իմաստությունը։ Նրա յուրաքանչյուր անդամը 100%-անոց ներդաշնակության մեջ է մյուս անդամի մեջ եւ մարմինը չի կարողանում հեշտությամբ ընդունել որևէ մեկ այլ օտար մարմին։ Թեև այսօր գիտնականները փորձում են սիրտը փոխարինել ուրիշ սրտով, արհեստական, չգիտեմ, երիկամ են դնում, մյուսն են անում, այնուամենայնիվ մարմինը այն ամբողջությամբ չի կարողանում ընկալել որպես իրենը, այն օտար է։ Իր հարազատը այն է, ինչ որ Աստված իծն է դրել այդ կոդի մեջ, որի մեջ պարփակված է։ Գիտեք, այսօր չիփի մեջ կարելի է փոքր չիփի մեջ կարելի է հսկայական ինֆորմացիաներ դնել։ Աստված մարդկային գենի մեջ դրել է հսկայական ինֆորմացիա։ Եվ այն ծնունդ է բերում մարդը։ Այն աշխարհի բեմարտակ է անում տիեզերքի ամենագեղեցիկ ստեղծագործությունը, որ է մարդ արարածը։ Ինչպես ասացինք, Աստված երկրից վերցրեց նյութը, հողից վերցրեց նյութը, ստեղծելու համար մարդը։ Սակայն նրան կենթանություն պարգևողը եղավ հոգին։ Եվ Աստված երկնքից վերցրեց հոգին եւ դրեց մարդու մեջ։ Կամ իրենից դրեց հոգին։ Այսպիսով մարդը դարձավ երկնքի եւ երկրի միասնությունը։ Համաձայն չեք։ Մարդը դարձավ երկնքի եւ երկրի միասնությունը։ Այն եւ երկրից է եւ երկնքից։ Փաստորեն կա մարդու մեջ եւ երկրավորը եւ երկնայինը։ Աստված մարդու մեջ դնելով իր հոգին, նրա մեջ դրեց իր էության հատկանիշները։ Կատարելապես։ Մարդու մեջ կա հավիտենականության մղումը։ Եթե նրա մեջ դրված չլիներ հոգի, եթե մարդը լոկ միայն մարմնավոր էակ լիներ, ինչպես հավատում են այսօր շատ շատերը, այդ դեպքում որտեղից նրա մեջ հավիտենական գաղափարները, հավիտենականության հանդեպ ունեցած մղումը։ Այդ իսկ պատճառով է, որ մարդը երբեք մահը նորմալ բան չի ընդունում։ Թեև մահը այն ամենասովորական բանն է մարդու համար, մարդը իր ստեղծված օրվանից մինչև այսօր մահանում է, բայց մենք երբեք մահը չենք ընդունում որպես նորմալ երևույթ։ Մենք մահը չենք կարողանում տանել, որովհետև այն օտար է մեզ, որովհետև մենք թեև ճիշտ է մարմնով ենք, բայց քանի որ մեր մեջ կա հոգի, հոգին ժխտում է, հոգին դրժում է, հոգին հակառակ է կենում մահվանը, որովհետև հոգին հավիտենական է, այն օտար է իրեն, մահը օտար բան է, մարդկային հոգուն։ Նույնպես եւ մարդու մեջ կա հոգևորի հանդեպ հակում։ Մարդու կարիքը ոչ միայն նյութեղենն է, այլ նաև հոգևորն է։ Մեր սիրտը ինչ է փնտրում։ Մեր ներքին մարդը ինչ է փնտրում։ Դու քեզ բավարարված չես կարողանում զգալ լոկ միայն ուտելով եւ ուտելով։ Սա չէ, որ քեզ կարող է երջանկացնել։ Թեև պետք է այդ կերակուրը, որովհետև հողից ենք վերցրել եւ այս հողը սնուցանելու համար հողի կերակուրն է պետք։ Բայց նույնպես եւ մենք ունենք հոգի։ Այդ իսկ պատճառով դու հոգու պահանջներ էլ ունես։ Այդ պատճառով է, որ դու
սեր ես փնտրում, որ դու պաշտպանվածություն ես զգում, փնտրում ոչ միայն լոկ ֆիզիկական պաշտպանվածություն, այլ հոգեպես ես ուզում պաշտպանված լինես, այսինքն քո ներսի մարդը նույնպես ունի կարիքներ։ Սա ապացուցում է, որ դու ունես հոգի, որ մարդը նաև հոգևոր էակ է։ Երբ որ մեղք գործվեց Եդեմական պարտեզում, ինչպես սատանայի գործած մեղքի պատճառով երկիրը քաոսի վերածվեց եւ Աստծուց պահանջվեց, որ իր հոգին շրջի երկրի վրայով, եթե կարդանք Ծննդոց գրքի առաջին գլուխ, առաջին 3 համարները, կտեսնենք, որ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, որովհետև դրանից առաջ ասում է երկիրը անձև ու պարապեր եւ երկրի վրա խավար կար։ Այս քաոսը ստեղծվել էր մեղքի պատճառով, որ սատանան էր գործել կամ լուսաբեր հրեշտակն էր ըմբոստացել Աստծո դեմ։ Եվ Աստծուց պահանջվեց իր հոգիով նոր ստեղծագործություն արարել։ Այդպես երբ որ մարդը մեղք գործեց, քաոսի վերածվեց մարդու կյանքը։ Մարդու մարմինը եւ հոգին խառնվեցին իրար, բալանսը կորցրեց։ Մարմինը սկսեց ավելի դեր կատարել մարդու կյանքում, քան թե հոգին։ Թեև Ադամի համար ասում է, որ կային ծառեր, պտուղներ Եդեմական պարտեզում, Տերն ասեց, որ ամեն պտուղից կարող ես ուտել։ Ճիշտ է, կա, բալանսը կա, դու կարող ես ուտել, պետք է, որտեղ մարմինը դրա կարիքն ունի։ Բայց միևնույն ժամանակ Տիրոջ խոսքն ասում է, որ օրվա զով պահին Աստված սովորության համաձայն գալիս էր եւ շրջում էր Ադամի հետ, զբոսնում էր Ադամի հետ։ Տեսնում եք, ոչ շատ խոսում է, որ Ադամը ահա որ շատ ուտում էր, ոչ էլ շատ խոսում է, որ Ադամը ոչ մի բան չէր ուտում, մենակ Աստծո հետ էր խոսում։ Հասկանում եք միտքս։ Այսինքն համաչափ նշվում է եւ նրա ֆիզիկական պետքի բավարարման խնդիրը կար, եւ նրա հոգեվոր պետքի բավարարման խնդիրը կար։ Եվ սա բալանսի մեջ էր։ Երբ որ մեղք գործվեց, սա խառնվեց իրար։ Քաոսի վերածվեց։ Եվ ինչ սկսվեց։ Մարդը, ներողություն, մի բան էլ նշեմ, երբ որ մեղք գործվեց, Աստված անիծեց երկիրը գրված է։ Անիծեց երկիրը եւ ասեց փուշ ու տատասկ բուսցնես։ Սա միայն փուշին եւ տատասկին չի վերաբերվում։ Երկիրը անեծքի ենթարկվեց։ Սա մեծ խնդիր է, սա մեծ թեմա է, շատ լուրջ թեմա է սա։ Ուրեմն մարդը բնությունից ժառանգել է որոշակի հատկանիշներ։ Մարդը հողից ժառանգել է, անիծված հողից ժառանգել է որոշակի հատկանիշներ։ Օրինակ, ինքնապաշտպանական ռեակցիան։ Հիմա ինչ որ ես ասում եմ, դա դուք կարող եք տեսնել կենդանական աշխարհի մեջ։ Ինքնապաշտպանական ռեակցիան, ինքդ քո անձդ պաշտպանելու մղումը։ Ադամը այդ խնդիրը չուներ Եդեմական պարտեզում։ Ինքնապաշտպանական ռեակցիան, գոյատևման պայքարը։ Սա մենք ժառանգել ենք հողից, մեր մարմինն է սա, գոյատևման պայքարը, քո գոյությանդ ապահովումը աշխարհիս վրա։ Ուժով տիրանալը։ Բնության մեջ ով է հաղթում։ Ուժեղը։ Ուրեմն մենք հողից նույնն ենք ժառանգել, մարմնավոր կյանքում նույնպես ուժեղն է, որ հաղթում է։ Դրա համար ամեն ոք, որ ապրում է մարմնով, այդ գոյատևման կռվի մեջ է մտնում։ Եվ նա, ով որ ուժեղ գտնվի այս կռվի մեջ, նա էլ ջրի երեսում կմնա, մնացածը կիջնեն ներքև։ Այս գոյատևման պայքարը, որ կա կենդանական աշխարհի մեջ, գրավելու տարածքներ։ Սա նույնպես հողից ենք ժառանգել, սա նույնպես մեր հողից վերցված այդ մարմնի գենի մեջ կա։ Տարածք գրավելը, սա կա եւ կենդանական աշխարհի մեջ։ Այո, կենդանիներն ինչ են անում։ Կենդանիները իրենց տարածությունը նշում են։ Իրենց սահմանները նշում են։ Յուրաքանչյուր կենդանի։
Մենք այստեղ կենթանիներ ունենք բակում։ Ունենք նապաստակներ, ունենք շներ, ունենք նաև բադեր։ Դուք պետք է տեսնեք, մեր բադերը չեն կարողանում մեր շան վրա, էնջելի վրա չեն կարողանում։ Էնջելից փախնում են մեծ շունն է։ Սակայն մեծ հաճույքով հարձակվում են նապաստակների վրա։ Եվ երբ որ բադերին բաց ես տոնում, իրենց առաջին գործը լինում է նապաստակներին իրանցից հեռացնելը, որովհետև ինքն ուզում է հաստատի իր սահմանները։ Նույնպես կենթանիները, որևէ կենթանի ինքը նշում է իր տարածքը, բնության մեջ նայեք։ Ամեն մեկ կենթանի իր տարածքը, իր սահմանն է նշում։ Նույնը եւ մարդն է։ Մարդն էլ իր կյանքի ընթացքում գրավում է տերիտորիաներ, գրավում է տարածքներ, ամեն մեկը ինչ չափով, որ կարողանում է։ Իրականության մեջ մարդու ապրելու համար պետք չեն հսկայական տերիտորիաներ, հսկայական տարածքներ պետք չեն։ Համաձայն չեք։ Շատ տաներ պետք չեն։ Մեկ տանիք է պետք մարդուն ապրելու համար, բայց մարդու մեջ կա այդ մղումը, ինչքան հնարավոր է մեծ տերիտորիա գրավել, մեծ տարածք գրավել։ Սա նույնպես բնությունից ենք ժառանգել։ Սա երկրավոր ինստինկտ է, որ մեր մեջ կա, որն էլ եւ պատճառ է հանդիսանում հրահրելու կռիվներ, պատերազմներ։ Տեսեք, թեև ասում ենք մենք զարգացել է մարդը եւ այլն, կամ մարդիկ, որոնք որ ընդունում են, որ մարդը կապիկից է առաջացել, կենթանուց է առաջացել, բայց հիմա արդեն կատարելագործվել էվոլյուցիայի ենթարկվելով, բայց տեսեք, մարդու մեջ կա նույն մարմնավոր ինստինկտը, նույն կենթանական ինստինկտը, որ կա կենթանական աշխարհի մեջ։ Եվ ինչ է անում։ Թեև մարդը զարգացում ապրել է, մենք ասում ենք, սակայն նույն ինստինկտը մեջն է։ Պատերազմներ, եթե կան բնության մեջ, նույն պատերազմները կա մարդկանց մեջ։ Ինչքան նա զարգացած էակ համարենք, այնուամենայնիվ նույն պատերազմն է։ Պատերազմները միշտ եղել են։ Այսօր էլ կա պատերազմը։ Այսօր էլ երկրներ ուզում են իրենց տարածքները մեծացնել, երկրներ ուզում են իրենց ազդեցության գոտիները մեծացնել։ Ուղղակի առաջ գուցե մի քիչ ավելի իմաստ ունեն, սրանից ենթադրենք մի 70-100 տարի առաջ եւ դրանից առաջ մարդիկ ինչ էին անում, ֆիզիկական տարածքներ էին գրավում եւ վրաները իրենց դրոշակներն էին դնում։ Հիմա կարողանում են տնտեսությամբ այնպիսի խեղդել, որ քեզ ասում են դու ունեցի քո դրոշակը, դու ունեցի քո գերբը, ոչինչ, իմ դրոշակս մի դիր ձեր պարլամենտի վրա, բայց տնտեսապես ամբողջությամբ կախված է լինում այսինչ երկրին կամ այնինչ երկրին։ Ճիշտ է, այսինքն ով որ ուժեղ է, ամբողջությամբ դա իրեն է պատկանում եւ թելադրվում է վերևից եւ կատարում են փոքրերը։ Սա կա ուրեմն տնտեսության մեջ, սա կա, չէ՞, այսօր պետական համակարգի մեջ նույնը կա ամբողջ աշխարհն է այդպես։ Ուրեմն պատերազմները այստեղից են գալիս։ Իսկ հոգին, հոգևորը, հոգու մեջ կա պարփակված կոդ, որ նա միշտ փնտրի իր արարչին։ Սա նույնպես մարդու ստեղծված օրվանից կա գոյություն ունի։ Եթե Աստված գոյություն չունի, հապա որտեղից Աստծո գաղափարը մարդու մեջ։ Ենթադրենք գոյություն չունի, Աստված երբեք չի եղել, բայց այդ դեպքում որտեղից Աստծո գաղափարը մարդու մեջ։ Մարդ որ ասում է, ես Աստծուն չեմ հավատում։ Դու արդեն խոսում ես մի բանի մասին, որ դու իրականության մեջ հավատում ես, բայց ուզում ես ամեն կերպ մերժել նրա գոյությունը։ Դու քո ինչ որ մեջ քո սրտի միտեղ կա դրված, որ Աստված գոյություն ունի։ Պարզապես դու դրա դեմ ելել ես պայքարի, ասելով որ նա գոյություն չունի, ինչպես մարդիկ ասում են, ինչ որ մեկից շատ նեղացած են լինում, ասում են նա ինձ համար գոյություն չունի։ Չէ՞։ Նեղացած են լինում, կռված են լինում, վիրավորված են լինում, ասում են վերջ, այլևս ինքը ինձ համար գոյություն չունի։ Ոչ թե նա գոյություն չունի, նա գոյություն ունի, պարզապես դու նրան արհամարում ես, նրան մերժում ես, նրան հանում ես քո կյանքից։ Դա չէ նշանակում այս մարդի համար այլևս գոյություն չունի, չէ՞։ Ուրեմն ճիշտ այդպես մարդու մեջ կա կոդ դրված է ի սկզբանե, որ դա մարդու հոգու մեջ է, որ կա արարիչ։ Սա մեր ենթակվիճակության մեջ գրված է, որ կա արարիչ եւ հոգին միշտ փնտրում է իր արարչին։
պարզապես այդ մարդիկ այդ արարիչը փնտրում են տարբեր տեղեր, տարբեր բաների մեջ։ Այդ արարչին տարբեր անուններ են ուզում տալ։ Բայց որ կա այդ մղումը դեպի հոգևորը, կա ամեն մարդու մեջ։ Նա չի հագենում նյութով, նյութականով։ Նա չի հագենում երկրավորով, լոկ հողեղենով։ Նա միշտ փնտրում է մնայունը, նա միշտ փնտրում է հավիտենականը։ Նրա կարոտը, նրա պետքը, հոգու կարոտը սերն է, հոգու կարոտը ազնվությունն է, հոգու կարոտը արդարությունն է։ Չէ, մենք արդարություն ենք փնտրում մեր մեջ, կա, չէ, դա արդարության հանդեպ ուրեմն մղում։ Հոգու կարոտը անկեղծությունն է։ Նա բարին արարելու հակում ունի։ Նա հագենում է բարին արարելով, բարին անելով։ Սա հոգու կարոտն է, հոգու պահանջն է։ Կա սա ամեն մարդու մեջ։ Պարզապես կան մարդիկ, կա մարդկային տեսակ, որը ընտրում է մարմնի ճամփան, իր կյանքը ապրի մարմնի համար, կա մարդկային տեսակ, որ ընտրում է իր կյանքը ապրելու հոգի համար, հոգևորի համար։ Խոսքս վերաբերվում է ամեն մեկ մարդու, անկախ նրանից նա եկեղեցի գնում է, թե չի գնում, նա հավատացյալ է, մեր պատկերացրած, թե հավատացյալ չէ։ Մարդկային տեսակներ կան, որոնք որ գնում են մարմնի ճանապարհով, որոնք որ գնում են հոգու ճանապարհով։ Որոնց մղումները ավելի մարմնական է, ուրիշների մղումները ավելի հոգևոր է։ Սրա վրա կարող է ազդեցություն ունենալ շրջապատող աշխարհը, թե որ մարդը որ կողմով կգնա։ Ենթադրենք, եթե այս անձը ձևավորվում է մի ընտանիքի մեջ, որտեղ որ մարմնավոր արժեքները, նյութական արժեքները ավելի գերիշխող են, քան հոգևոր արժեքները, այս մարդը ձևավորվում է ավելի նյութականի հանդեպ սիրով, արդեն իսկ նյութի հանդեպ սերը կա իր մարմնի մեջ։ Պարզապես մթնոլորտը միջավայրը նպաստում է, որպեսզի իր մեջ եղած մեղավոր բնությունը ավելի զորանա, ավելի ուժ գտնի, ավելի մարմնին ուժ տա։ Ճիշտ այնպես մենք ասում ենք, չէ, սկվազնյակ եղավ հիվանդացա, չէ, կամ դուրը բաց թողեցին, քամին փչեց, հիվանդացա։ Իրականության մեջ այդ պատուանը, որ բաց ես թողնում, այնտեղից վիրուս չի գալիս մտնում քո մեջ ու քեզ հիվանդացնում։ Այդ վիրուսը կա քո մեջ։ Պարզապես ստեղծվում է նպաստավոր պայմաններ, եւ այդ վիրուսը քո մեջ սկսում է զարգանալ, եւ դու հիվանդանում ես։ Ճիշտ է։ Ուրեմն արտաքին, բժիշկները ասում են, որ ճիշտ է։ Ուրեմն, եթե քո մեջ չկա այդ վիրուսը, ինչքան ուզում եք քամի լինի, սկվազնյակ լինի, դու չես հիվանդան, հանգիստ եղի։ Ուրեմն նպաստավոր պայմաններ, երբ որ ստեղծվում են, մարդու մարմնի մեջ եղած մեղավոր գենը սկսում է գործել։ Եվ նա ավելի սկսում է ապրել մարմնի կյանքով, մարմնավոր կյանքով։ Մարմինը դառնում է իր համար առաջնային։ Ես ասացի, որ սրա վրա կարող է նպաստող հանգամանք հանդիսանալ ընտանիքը, շրջապատը, դաստիարակությունը, ինչ է սնուցանվում, ինչ հետք է թողնվում այդ անձի վրա։ Մարդը ձևավորվում է իր ինֆորմացիայի 80%-ը, մոտարապես 70-80%-ը ստանում է մինչև 7 տարեկան հասակում։ Այդ տարիքում մարդը նման է թաց ցեմենտի, որի վրա եթե դու քո ձեռքը դնես, հետքը կմնա, հետո կանցնի մի քիչ ժամանակ եւ դա կչորանա եւ վերջ, արդեն դա այդպես է, մնաց, քարացավ։ Ուրեմն շատ կարեւոր է, որ երեխան իր ծնված պայծ, ես կասեմ անգամ չծնված դեռ մոր որովայնում եղած ժամանակ, նրա վրա թողնվի ճիշտ հետք։ Դրա համար մենք ասում ենք,
որ հղի մայրը չպետք է ծխի, հղի մայրը չպետք է ալկոհոլ օգտագործի, հղի մայրը չպետք է ստրեսներ ապրի, դա հոգեբանական ազդեցություն է թողնում, դա ֆիզիկական ազդեցություն է թողնում մանուկի վրա, որտեղ նա դեռ ձևավորվում է։ Երեխան ծնվեց նույնպես, նա եթե տունը տեսավ կռիվ, գալմաղալ, եթե տունը տեսավ ծեծ եւ այլն նյութապաշտություն, այս ամեն ինչը ազդում է իր ձևավորման վրա։ Հետո մեծանում են ասում են, վայ, երեխեն տղես գնաց sense, տղես, ախր դուք եք մեղավոր։ Դուք եք ստեղծել այդ միջավայրը, որ նրա մեջ զարգացել է մարմնավորի հանդեպ հակումը։ Գենակար մեղքից մտել էր մեջը, բայց դու ստեղծեցիր նպաստավոր պայմաններ։ Այսօր ստեղծվում են նպաստավոր պայմաններ, որպեսզի մեր աճող սերունդը մեծանա դեգրադացված, մեծանա չար, մեծանա ագրեսիվ։ Դա շատ գեղեցիկ ձևով, շատ պլանավորված ձևով, տարբեր աղբյուրներ, հիմա ես չխոսեմ դրանց մասին, նպաստում են, որպեսզի այս ազգը, այս ժողովուրդը մի քանի բարձր պաշտոնյաների լավ փողերով վճարվում է, որպեսզի նրանք ղեկավարեն մեր ազգի ձևավորումը, մեր ազգի գենոֆոնդը, որպեսզի մենք վաղ ունենանք դեբիլ մի ժողովուրդ, որին հեշտ լինի կառավարել։ Կա մարդկային տեսակ, որի վրա ազդում է հոգևոր ազդեցությունը եւ այն մեծանալով հոգևորի հանդեպ սեր ներշնչված, նա սկսում է ապրել ավելի հոգևոր արժեքներով։ Եթե նա մեծանում է մի ընտանիքում, որտեղ որ սերը գերիշխող է, որտեղ իրար նկատմամբ հարգանք կա, եթե նա մեծանում է, եթե նա մի միջավայրում է ապրում, որտեղ որ բարոյական ավելի բարձր արժեքներով են ապրում, նրա մեջ հոգևորի հանդեպ, երբ որ ես ասում եմ հոգևոր, պետք չի դուք անպայման հասկանաք Հայաստանի ավետարանական մկրտական եկեղեցի, երբ որ ասում եմ հոգևոր սեր, ընդհանրապես հոգևոր արժեքների մասին է խոսքս։ Եթե նրա մեջ սերմանվում է բարություն, եթե նրան մեծացնում են ճիշտ համապատասխան ափսեի մեջ, ճիշտ համապատասխան կոլբայի մեջ, չգիտեմ, ճիշտ համապատասխան մթնոլորտում, որտեղ որ հոգևոր արժեքներն ավելի գերիշխող են, այս մարդու մեջ ավելի զարգանում է հոգևորի հանդեպ հակումը։ Խոսքս չի նշանակում, որ այս մարդն արդեն հավատացյալ է, հոգևոր է, այս մարդը արդեն աշխարհիկ է, մեղավոր կորուստ է գնում։ Խոսքը սրա մասին չէ։ Երկուսն էլ մեղավոր են, երկուսն էլ առանց փրկչի կորուստ են գնալու։ Սակայն մեկի մեջ կա հակում դեպի մարմինը, մյուսի մեջ կա հակում դեպի հոգևորը։ Սա որ մեղք է գործում իրեն լավ է զգում, սա որ մեղք է գործում ամաչում է։ Սա կա եկեղեցուց դուրս մարդկանց մեջ շատ կա։ Նայեք ձեր 4 կողմը։ Դա մենք մարդիկ ասում են, իմ պապս լավ մարդ էր։ Նա ազնիվ մարդ էր, նա սենց է, այո, որովհետև նա ձևավորվել, նրա վրա ազդել է հոգևոր արժեքային համակարգը։ Դա կլինի իր ընտանիքը, դա կլինի իր երկիրը, դա կլինի, չգիտեմ, կրթական համակարգը եւ այլն եւ այլն եւ այլն։ Մարմնավոր մարդը, մարմնի ճամփան ընտրած մարդը փնտրում է բավարարում իր մարմնի։ Իր մարմինը, իր եսը դառնում է կենտրոնը ամեն ինչի։ Իր մարմնի բավարարումը դառնում է իր պաշտամունքը։ Դրա մասին խոսում է Պողոս առաքյալը Փիլիպպեցիս նամակի 3-րդ գլխում, 19-րդ համարի մեջ։ Նա ասում է. որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածը իրենց որովայնն է եւ նրանց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր բաների մասին են մտածում։ Որոնց Աստվածը ինչն է? Իրենց որովայնը, իրենց փորը։ Տեսել եք նման մարդկանց։ Որոնց Աստվածը իրենց ստամոքսն է, որոնց փառքը իրենց ամոթն է։
որոնք փառավորված են զգում այն բաներով, որոնք որ ամոթալի են։ Կա այսպիսի մարդ։ Լիքը մեր շրջապատում մարդկային տեսակ կա, որը ապրում է միանշանակ իր ստամոքսի համար։ Սա նշանակում է, եթե դու ապրում ես ինչ-որ մի բանի համար միայն, դա նշանակում է, որ քո Աստվածը դա է։ Հիմա դու ինչքան ուզում ես վզիթ խաչ կախի, ինչքան ուզում ես եկեղեցի գնա, ինչքան ուզում ես մոմեր վառի, մոմ չէ, ամեն օր մի հատ տուն վառի, քո տունդ վառի Աստծո համար, զրո է, որովհետև դու ապրում ես նախ եւ առաջ քո ստամոքսիդ համար։ Քո Աստվածդ քո ստամոքսդ է։ Եվ այն բաները, որոնք որ ամոթ են, այն քեզ համար փառք է։ Սա մարմնավոր մարդն է։ Սա մարմնի համար ապրող մարդն է։ Այս տեսակը ձգտում է փառքի, եւ դրան հասնելու համար նա ոչինչ չի խնայի իր ճանապարհին։ Բարձրունք հասնելու համար, իր սնունդը ապահովելու համար, իր կերակուրը ապահովելու համար նա կսպանի անգամ ուրիշի երեխային, ինչպես եւ առյուծը։ Առյուծը երբ որ գնում է որսի, չի նայում, ասում է գնամ այն արդեն ծերացած են, որ արդեն նա գնում է այն թույլի հետևից։ Նա գնում է անգամ ձակի հետևից, նա չի ասում, բայց սրա մերը կլացի եւ այլն, նա գնում է ձակն է ուտում։ Նույնպես եւ մարդկային այս տեսակը, որոնք որ երկրավոր գենը իրենց մեջ զարգացած է, հա, հողեղենը իրենց հողեղենով են ապրում, նրանք երեխա, բան, կարևոր չի իրենց համար։ Նա կուտի բոլորին եւ մի զարմացիր, եւ դու որ հոգեվոր արժեքներով ես ապրում, քեզ համար զարմանալի է դառնում։ Ոնց կարելի է այդպիսի բան։ Այո, սիրելիս, որովհետեւ քո մեջ հոգեվորի հանդեպն է հակումը մեծ, նրա մեջ մարմնի հանդեպ հակումն է մեծ։ Նա իր փառքին հասնելու համար պատրաստ է դառնալ անգամ բարեգործ, պատրաստ է դառնալ անգամ հավատացյալ, նրա համար սահմաններ գոյություն չունեն։ Նա միայն մտահոգված է իր արտաքին կերպարանքով, իր մարմնով։ Նրա ամենամեծ գեղեցկությունը իր մարմինն է։ Իր մարմնով է ուզում միայն ներկայանա։ Տիրոջ խոսքն ասում է, որ Աստված իր մասին ինչ որ պետք է հայտնել է մարդկանց։ Կարդանք Աստծո խոսքից Հռոմեացիս 1:19-25 համարները։ Ասում է, ուշադրություն դարձեք, հիանալի խոսքեր են։ Վասնզի ինչ որ Աստծո մասին պետք է գիտենալ, իրենց մեջ հայտնի է։ Որովհետև Աստված նրանց հայտնեց, քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբեն ստեղծվածներով է իմացվում եւ տեսնվում է, այսինքն իր մշտնջենավոր զորությունը ու աստվածությունը, որպիսի անպատասխան մնան։ Թեև իրենք Աստված ճանաչում էին, բայց Աստծո պես չփառավորեցին, կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդներին մեջ ունայնացան, սրտները անմտությունով խավարեցավ։ Իրենք իմաստուն ենք ասացին ու հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին, նմանեցնելով եղծանելի մարդու եւ թրջունների եւ չորկոտանիների եւ սողունների պատկերին։ Դրա համար էլ Աստված էլ պղծության մատնեց նրանց, իրենց սրտերուն ցանկություններով, իրենց մարմինները իրենց մեջ անարգելու, որոնք Աստծո ճշմարտությունը սուտի հետ փոխեցին ու երկրպագություն եւ պաշտոն մատուցեցին ստեղծվածներուն, քան թե ստեղծողին, որ հավիտյան օրհնյալ է։ Ամեն։ Աստված սիրելիներ ասում է, ինչ որ պետք էր իր մասին իմանալ, ինքն իրեն հայտնեց մարդկանց։ Այդ որ ասացինք, չէ, հոգու մեջ կա դրված այդ գենը։ Ինչ որ պետք էր հայտնեց, եւ հայտնեց դրանով, եւ հայտնեց բնության մեջ, եւ հայտնեց տարբեր բաների մեջ հայտնեց Աստված ինքն իրեն։ Եվ ասում է, ինչ որ պետք էր մարդիկ գիտեն, սակայն ասում է մարդը
ճշմարտությունը փոխեց ստի հետ։ Եվ փոխանակ պաշտամունք եւ երկրպագություն մատուցի Աստծուն, նա պաշտամունք եւ երկրպագություն մատուցեց նյութին, նյութեղենին։ Դրա համար էլ ասում է Աստված նրանց մատնեց իրենց մարմնի ցանկությունները կատարելու։ Գիտեք ինչ է նշանակում մատնել։ Մատնել նշանակում է թշնամու ձեռքը հանձնել։ Չէ՞։ Մատնել թշնամու ձեռքը հանձնել։ Այսինքն ես քեզ միջև հիմա պաշտպանում եի, չէ՞։ Ու մի օր հանկարծ ես քեզ մատնում եմ։ Մատնությունը լավ բան չէ։ Բայց Աստված, երբ որ տեսնում է, որ մարդը ունենալով ճշմարտությունը, ունենալով իր պաշտպանությունը, նա ձգտում է, նա մղվում է, նա գնում է դեպի բղծություն, այդ մարմնի ցանկությունները իր մեջ ուտում է եւ նա չի հնազանդվում Աստծո ճշմարտության, Աստծո մատնությունը կայանում է սրանում, քեզ ազատ թողնել։ Անելու այն, ինչ որ դու ուզում ես։ Սա կարա լինի ամենամեծ պատիժը։ Երբ որ Աստված ասում է արա այն, ինչ որ ուզում ես։ Եվ ասում եմ դրա արդյունքը սարսափելի է, որովհետև իրենք ստանալու են եւ իրենք ստանում են իրենց մարմնի համար ապրելու, այդ մարմնի ցանկություններով ապրելու հետևանքը։ Եվ քիչ հետո կտեսնենք դրա հետևանքը ինչ է։ Հոգևորը փնտրողը իրեն հարազատ չի զգում այս աշխարհում։ Նրա երազները, նրա մտքի թռիչքը թևածում է ոչ թե այս աշխարհում, այլ երկնքում։ Նրա հոգին իրեն բանտարկված է զգում մարմնի մեջ։ Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում է մենք հառաչում ենք ու սպասում ենք երբ է գալու այն օրը, երբ ազատվենք այս բանտարկությունից, ազատվենք այս մարմնից։ Իր հոգու խորքում նա միշտ մերժում է սուտը, նա միշտ մերժում է անարդարությունը, իր հոգու խորքում նա միշտ մերժում է կեղծիքը, նա հանգիստ չի զգում, երբ կա իր կողքը ցավ, նա չի կարող իր աչքերը փակել, երբ որ կա անկած, երբ որ կա տկար, երբ որ կա խեղճ։ Այս տեսակն է, որ սկսում է փնտրել։ Նա սկսում է փնտրել։ Նրա ականջները ուղղված են հոգևորը փնտրելու։ Նրա աչքերը ուղղված են հոգևորը փնտրելու։ Նա թեև ապրում է մարմնի մեջ, թեև ապրում է երկրավոր կյանքում, բայց նրա սիրտը, նրա միտքը, նրա ականջները, նրա աչքերը հոգևորն է սկսում փնտրել։ Այս աշխարհի վրա։ Եվ դրա համար Տեր Հիսուսն ասաց Մատթեոս ավետարան 7-րդ գլխում 7-րդ համարի մեջ. Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզ։ Դուրը թակեք եւ պիտի բացվի ձեզ։ Դրա համար ով որ փնտրում է, գտնում է։ Ով որ խնդրում է, տրվում է նրան։ Ով որ թակում է, բացվում է նրան։ Եվ տեսեք ինչ է ասում։ Ասում եմ, ձեզանից ով է այն ծնողը, ձեզանից ով է այն մայրը, ով է այն հայրը, որ իր զավակը գա իրենից հաց ուզի, քար կտա նրան։ Իրենից ձուկ ուզի, օծ կտա նրան։ Դուք որ չար եք, դուք որ չար եք, դուք որ մարդ եք, դուք որ ձեր մեջ մեղքի գենը ունեք, բարի բաներ անելը գիտեք ձեր զավակների համար, որքան ավելի ձեր երկնավոր հայրը ձեզ պիտի տա, ձեզ պիտի այցելի, երբ որ դուք իրենից խնդրում եք դա։ Այս տեսակ մարդիկ են, որոնք ապաշխարում են։
Այս տեսակ մարդիկ են, որոնք գտնում են իրենց Տիրոջը։ Ու անհնար է աշխարհիս վրա լինեն մարդիկ, որոնք որ փնտրեն հոգևորը, չգտնեն։ Անհնար է։ Նրանց է, որ Աստված այցելում է իր Սուրբ Հոգիով։ Եփեսացիս նամակի մեջ կարդում ենք առաջին գլուխ 13 համարի մեջ։ Ասում է, որում վրա դուք ալ հուսացիք, տեսեք, ասում է, որի վրա որ դուք հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը ձեր փրկության ավետարանը, որին հավատալով խոստացյալ Սուրբ Հոգին շնորհքովը կնքվեցաք։ Երբ որ լսեցիք այն, հուսացիք դրան, հավատացիք դրան, եւ դրա որպես արդյունք Աստված իր Սուրբ Հոգին ուղարկեց ձեզ եւ կնքեց ձեզ իր Սուրբ Հոգիով։ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանք, որպեսզի զորացնի մեր հոգին։ Որովհետև մարմնի հովանավորը չարն է։ Սատանան ամեն կերպ թակարդներ է դնելու մեր մարմին օգտագործելով մեր հոգու համար։ Հասկանում եք միտքս։ Նա միշտ գործածելու է մարմինը, որովհետև նա այս աշխարհի իշխանն է կոչված։ Այս աշխարհի իշխանը։ Եվ նա լինելով այս աշխարհի իշխանը, նա օգտագործելու է աշխարհից ունեցածը մեր մեջ, որն է մարմինը։ Նա օգտագործելու է մեր իսկ մարմինը, մեր մարմինը, մեր հոգու դեմ։ Դրա համար էլ Աստված քո հոգին մենակ չի թողնում այն օրը, երբ որ դու սիրտդ բացում ես իր առաջ։ Երբ որ դու մեղքերդ խոստովանում ես, այդ ժամանակ երկիր արարող Սուրբ Հոգին գալիս է վերևից ու բնակվում է քո մեջ։ Եվ առաքյալն ասում է, նա որ ձեր մեջ է, ավելի հզոր է, քան թե նա որ աշխարհի մեջ է։ Դրա համար դուք էլ մարմնի գերին չեք դառնում, որովհետև դուք պատկանում եք Աստծո։ Ձեր գործն է, ձեր պարտականությունն է այս հոգուն ամեն օր տեղ տալ, ամեն օր թույլ տալ, որ այդ հոգին տիրի ձեր մարմնին, այդ հոգին զորացնե ձեզ, այդ հոգին իշխի ձեզ։ Եվ երբ որ հոգին է գործողը, մարմինն ու մարմնավորը փոշեհատիկ են հոգու դեմ, որովհետև հոգին հավիտենական է, որովհետև հոգու իմաստությունը Աստծո իմաստությունն է, իսկ մարմնի իմաստությունը սատանայի իմաստությունն է։ Սատանան պիտի կորուստ գնա հավիտյանս հավիտենից կործանվելու։ Մարմինդ մի թող, որ դառնա գործիք չարի ձեռքը։ Մարմինդ հնազանդեցրու հոգուդ եւ հոգին պիտի ազատի քեզ։ Հոգին պիտի փրկի քեզ։ Այդ իսկ պատճառով Պողոս առաքյալն ասում է Ֆիլիպեցիս 3-րդ գլխուխ 20-րդ համարի մեջ։ Մեր քաղաքականությունը երկինքն է, որտեղից մեր փրկչին ենք սպասում։ Մեր քաղաքականությունը, մեր կենցաղավարությունը, մեր կյանքը այստեղ չի, այլ երկինքն է, որտեղից էլ մեր փրկչին ենք սպասում։ Ընդունիր Հիսուսին կյանքիդ մեջ, սիրելիս։ Եթե դու միջև հիմա ապրել ես հոգևոր արժեքներ փնտրելով, եթե դու արդարություն ես փնտրել, եթե դու սեր ես փնտրել, եթե դու
խաղաղություն ես փնտրել, եթե քո փնտրածը չի եղել միայն մարմինի ցանկությունները, Հիսուսը ճիշտ քեզ համար է։ Բացիր սիրտդ Տիրոջդ առաջ եւ Տերը իր Սուրբ Հոգիով պիտի այցելի քեզ, ուժ տալու քեզ, զորացնելու քեզ եւ առաջնորդելու քեզ միջև հավիտենական կյանք, միջև հասնես քո հավիտենական բնակարանդ, քո տունդ, որը որ դու երազել ես մանկուց ի վեր։ Այդ տունը Հիսուսը պատրաստել է քեզ համար։ Նա իր արյունն է թափել, որ քեզ գնի, որ դու իրենը դառնաս, դու միայն հանձնվիր Տիրոջը։ Աստված թող օրհնե ձեզ իր փառքի համար։ Ամեն։ Այս պատգամի շարունակությունը լսելու ենք Տերը կամենահաջորդ կիրակի։ Մենք պիտի շարունակենք համեմատականն անել, բայց այսօր կուզեմ կոչ անել ապաշխարության, նվիրումի, կյանքի։ Եթե միջև հիմա սիրտդ իրապես չես նվիրել Տիրոջը, եթե միջև հիմա ամբողջ էությամբ չես տրվել Տիրոջը, սիրտդ բացիր նրա առաջ, աղոթիր, խնդրիր, որ Տերը այցելե քեզ, Տերը փոխե քեզ։ Մի հավատա սուտին, խնդրում եմ, այս պայն վստահ եմ 100%, հիմա սատանան ականջից ստեր է ասում։ Դե հիմա ոչինչ, քարոզեր լսեցիր, բան եւ այլն, խոսք է, կանցնի, կգնա, դու ապրենես ոնց որ գիտես, այդպես չի։ Հիմա գուցե սատանան քեզ չի թողնում, որ դու լսես անգամ այս խոսքը։ Ինչքան աղմուկ կա հիմա քո ականջիդ մեջ։ Փակիր այդ ձայները ու լսիր քեզ Տերը ինչ է ասում։ Մի կործանիր հոգիդ, մարմնիդ գերի դարձնելով։ Քո ազատարարդ, քո փրկիչդ, քո Տերդ հիմա կանգնած է քո սրտի դրան առջև եւ նա ուզում է մտնել քո հոգուտ մեջ, որովհետեւ դու քո սրտիդ մեջ ունենաս այս վկայությունը, որ դու իմն ես։ Նա ուզում է քո հայրդ դառնալ։ Նա հոգին շրջում է 4 կողմը, որովհետեւ արարի քո մեջ նոր ստեղծագործություն։ Բացիր սիրտդ։ Այս աղոթքը, որ հիմա պիտի ասեմ, եթե քո սրտից է բխում, աչքերդ փակիր, սիրտդ բաց Տիրոջ առաջ։ Ու սրտանց աղոթիր այսպես, ասա. Երկնավոր Հայր, իմ հոգուս կարոտը դու ես։ Դրա համար իմ սիրտը բացում եմ քո առաջ։ Ու աղաչում եմ, որ դու ներս գաս հիմա եւ բնակվես իմ հոգու մեջ, քո Սուրբ Հոգուց զորությամբ, տալու ինձ հաղթանակ, տալու ինձ փրկություն, քո փառքիդ համար։ Ամեն։ Եթե դու այս աղոթքը սրտանց արեցիր, հավատա, որ Տեր Հիսուս հիմա քո սրտիդ մեջ է իր Սուրբ Հոգիով, եւ քո հոգին այլևս գերված չէ մարմնիդ, որովհետեւ քո ազատարարը, քո փրկիչը քո հոգուտ մեջ է։ Օգնիր նրան, որ նա միշտ կառավարի ղեկավարի քո կյանքդ, իջիր գահիցդ եւ թույլ տուր, որ նա քո սրտի գահին նստի։ Տեր Հիսուս, աղոթում եմ, որ դու այցելես իմ ամեն մեկիսով, Տեր, այցելես մեզ քո հոգիովդ Սուրբ։ Քո Տիրոջ աստվածային ներկայությունը թող զգալի լինի ամեն մեկիս կյանքում, ով Տեր։ Թող մեր մարմինը չիշխի մեզ, այլ քո հոգին թող իշխի մեր կյանքին։ Մենք հնազանդվենք քեզ, ամբողջ էությամբ տրվենք քեզ, Տեր, որ ապրենք այն կյանքը, որ դու ուզում ես ապրենք, որովհետև մարմինը տանում է մեզ դեպի կործանում, բայց հոգին դեպի կյանք։ Օրհնե հիմա մեզ, Տեր, հաստատում պահիր մեր հավատքի մեջ։ Եվ ամեն անգամ երկնավոր Սուրբ Հայր, երբ որ սատանան պիտի փորձի մեզ ետ պահել, մեր մարմնի ցանկությունների շնորհիվ մեր աչքերը ուղղել դեպի աշխարհ, դեպի մեղք, դեպի կորուստ, աղաչում եմ, Տեր Հիսուս, օգնե մեր կամքին, որ մեր այոն քո հոգուն տանք, քո ձայնին տանք, քո ճշմարտությանը տանք եւ երբեք սուտը չփոխենք ճշմարտության հետ։ Սրա այս հարցում մենք քո օգնության կարիք ունենք, Տեր Հիսուս։ Զորացրու մեզ ամենքիս։ Դրա համար աղաչում եմ, որ քո Սուրբ Հոգիովդ օծես ամենքս։ Մեզ մկրտես քո կենարար հոգիով։ Մեզ հաղթանակներ տաս, Տեր, այս կյանքում։ Քո անվանդ փառքիդ համար։ Օրհնե հիմա քո եկեղեցին, ով Տեր, իր բոլոր նեղությունների եւ դժվարությունների մեջ։ Ընկածներին հիշիր, տկարներին, հիվանդներին, բանտարկյալներին, ով Տեր, զինվորականներին, Տեր։ Ամեն նեղյալ է այցելիր, ազատիր, փրկիր ու ողորմիր, ով Տեր։ Աղոթում եմ, Տեր, որ դու արթնություն բերես մեր երկրի մեջ, Տեր։ Շնորհես, որ հոգեվոր արժեքները գերիշխեն մեր մեջ, ով Տեր։ Օրհնիր քո բոլոր զավակները աշխարհի 4 անկյուններում։
հոգևոր գործը, ավետարանի գործը, Տեր, միսիոներական գործով, Հայր, որ քո եկեղեցիները հիմնադրվեն ամեն օրեք, քո անունդ փառավորվի, ով Տեր։ Ու մեր սիրտը սպասում է քեզ, սիրելի Հիսուս, եկուր Տեր, եւ մեզ պատրաստ արա, ով Հայր, քեզ դիմավորելուն։ Դուր որ Տեր, քանի մեզ կյանք ես տվել, քանի դեռ դու չես եկել, մեկ հոգի ավել բերեն քո տունդ, քո փառախդ, քո սուրբ ներկայությանդ վայելելու այս փափագդիր Տեր, շատ եւ շատ մարդկանց սրտերի մեջ, որ ճաշակեն քո քաղցրությանդ համը եւ պատմեն այն ամբողջ աշխարհով մեկ։ Օրհնե մեր երկիրը, մեր ազգը, մեր ժողովուրդով Տեր, շնորհ որ Տեր Աստված, ազգովին քեզ ճանաչենք, քեզ սիրենք եւ իրար սիրենք, որ սերը թակավորի մեր երկրի մեջ Տեր, որ կարողանանք հարգենք մեկս մյուսի, երբեք մեր կողքին չգործածենք որպես աստիճան մեր բարձրանալու համար, որովհետև այն կորստի ճամփան է, որ տանում է մեզ դեպի դժոխք, այլ օգնե որ Տեր բարձրացնող լինենք, որ ամեն մարդ քեզ ճանաչի, ամեն մարդ քո քաղցրությանդ համը առնի։ Օրհնե Տեր Աստված, քո բոլոր եկեղեցիները հայրենիքի մեջ Տեր, քո անունդ կանչող ամեն եկեղեցի Տեր, աղոթում ենք մեր իշխանավորների համար, հոգևոր իշխանության համարով Տեր, վեհապարի համարով Տեր, որ դու օրհնես ամենքը Տեր, քո աստվածային իմաստությամբ, որովհետեւ Տեր առաջնորդեն ազգը Տեր, դեպի քեզ, դեպի ճշմարտությունն ու արդարություն, որովհետեւ արդարությունը ազգը բարձրացնում է։ Այս ամենը խնդրում ենք մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ այժմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթությունը ձեզ հետ լինի։ Ամեն։